մենք ազդարարում ենք համապետական հանրագրի մեկնարկ հոսանքի սակագինը իջեցնելու պահանջով։ Մի փոքր նախաբան ներկայացնենք, ինչ տեղի ունեցավ դեռևս ցույն թվականի մայիսին Հեցի հայ էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության սեփականատերերը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել էին դիմում առ այն, որ իրենց արդյունավետ կառավարման արդյունքում կուտակված շուրջ 3 միլիարդ դրամի հաշվին իջեցվի բնակչության հոսանքի սակագինը։ Այս դիմումը մերժվել էր այն հիմնավորմամբ, որ հնարավոր է հետագա կիսամյակի ընթացքում այս սակագինը կուտակված գումարը նվազվի։ Ինչպես սեփականատերերը ճշգրտորեն հաշվարկել էին, երկրորդ կիսամյակում այս գումարը ոչ միայն կրկնապատկվել էր, այլ նաև գերազանցել էր կրկնապատիկը։ Այս պայդրությամբ 6 միլիարդ դրամից ավել կուտակված գումար է առկա եւ եթե կհիշեք, հոկտեմբերի 30-ին Տաշիր կապիտալի կողմից կրկին մուտքագրվեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմում հոսանքի սակագինը իջեցնելու պահանջով։ Այդ ժամանակ մենք ես Մելոյան Գոարես եւ գործընկերս Արտուրը Միքայելյան ներկա ենք եւ ազդարարեցինք, որ հանրային վերահսկողություն ենք մեկնարկում այս պետական մարմնի նկատմամբ, որպեսզի հոսանքի սակագնի իջեցումը, որը հիմնավորված եւ արդարացի պահանջ է, տեղի ունենա։ Այսօր դեկտեմբերի 3-ն է եւ մինչ օրս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այդ դիմումին չի արձագանքել, անպատասխան է մնացել։ Հետևաբար մենք իդեմ մեր ձևով շարժման մեկնարկում ենք համապետական ստորագրահավաք հանրագրի տեսքով։ Հանրագիրը դա 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում ձեռք բերված հանրային վերահսկողության եւ հանրային հաշվետվողականության ժողովրդավար կարևորագույն ինստիտուտները կյանքի կոչող մեխանիզմ է, ինքը լավագույն բարեփոխումներից ու ներդրումներից էր մեր սահմանադրության մեջ, որի միջոցով քաղաքացիները կարողանում են իրենց վերաբերելի հարցերով, իրենց կյանքին առնչվող հարցերով պետական մարմիններին դիմումներ եւ պահանջներ ներկայացնել։ Հետևաբար այսօր մենք տալիս ենք այս ստորագրահավաքի մեկնարկը եւ արդյունքում կրկին թիրախային մարմինը, իրավասու մարմինը լինելու է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որտեղ մեր պահանջը, դիմումը մուտք ենք անելու մեր քաղաքացիների ու Հայաստանի Հանրապետության բնակիչների ստորագրություններով։ Գործընկերս կներկայացնի տեքստը հանրագրի եւ հետագա գործընթացը կյանքի կոչելու։ Ուրեմն ինչպես Գոհար Մելոյան նշեց, հանրագիրը ներկայացվել է մեր ձևով ժողովրդական շարժման կողմից, այն կրելու է համապետական բնույթ, այսինքն Հայաստանի Հանրապետությունում ապրող յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է հնարավորություն մասնակցել հանրագրի ստորագրմանը։ Հանրագիրը բավարար քանակով ստորագրություններ հավաքելուց հետո որոշ ժամանակ անց մենք տվյալ ստորագրություններով կներկայացնենք արդեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ակնկալելով նրանց կողմից օրենքով սահմանված ժամկետներում պատասխան։ Հիմա ես կընթերցեմ հանրագրի տեքստը ու որից հետո եթե կլինեն հարցեր, սիրով կպատասխանենք։ Հանրագիր Հայաստանի Հանրապետության բնակչության հոսանքի սակագինը իջեցնելու վերաբերյալ պետական իրավասու մարմին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Հիմք ընդունելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 520N որոշման համար 2 հավելվածով հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների սահմանման եւ վերանայման կարգի 3-րդ գլուխը եւ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ կողմից 2025 թվականի հունիսի 6-ին ներկայացված թիվ Ե1908 գծիկ 25 եւ հոկտեմբերի 30-ի թիվ գրությունները հաշվի առնելով, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ-ն անհրաժեշտ հասույթի եւ գնման էլեկտրաէներգիայի արժեքի փաստացի եւ հաշվարկային մեծությունների դրական տարբերությունը 2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1 ընկած ժամանակահատվածում կազմել է 3.6 միլիարդ ՀՀ դրամ, սույն թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ վերոհիշյալ դրական տարբերությունը ոչ միայն չի նվազել, այլ աճել է կազմելով շուրջ 6 միլիարդ դրամ։
Պահանջում ենք Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակ բաժնետիրական ընկերության սակագնային մարժան վերոհիշյալ կարգով սահմանված ամենասեղմ ժամկետում նվազեցնել 01 նոյեմբերի 2024 01:10 2024 ընկած ժամանակահատվածում ընկերությանն անհրաժեշտ հասույթի եւ գնված էլեկտրաէներգիայի արժեքի փաստացի եւ հաշվարկային մեծությունների առաջացած դրական տարբերության ճշգրտված մեծության չափով եւ տնտեսված միջոցները ուղղել վերջնական սպառողների, առավելապես բնակչության սոցիալական անապահով խմբերի համար սահմանված սակագների նվազեցմանը։ Ու այստեղ հիմնավորումը կայանում է նրանում, որ 2024 թվականին էլեկտրաէներգիայի ընդհանուր մուտքը կազմել է մոտ 5 միլիարդ կիլովատժամ, որից 2.1 միլիարդ կիլովատժամը սպառվել է բնակչության կողմից։ Եվ եթե մենք դիտարկում ենք, որ կա 6 միլիարդ եւ ավել դրամի խնայողություն, որը որ մենք բաժանենք 2 միլիարդ բնակչության կողմից սպառված էլեկտրաէներգիայի, դա կազմում է մոտ 3 դրամի կարգով, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը պետք է իջեցնի սակագինը։ Սա է մեր դիրքորոշումը ու մեր հանրագրի պահանջը։ Մի փոքր խոսք ու անցնենք հարցերի, հա, եթե կարելի է։ Խոսքս մեր հայրենակիցներն է ուղղում, տեսեք, մենք ներկայացնում ենք մեխանիզմը, որը հիմնավոր է եւ հաշվարկված, ու կրկին դիմում եմ ասելով, որ այս հանրագրի ինստիտուտը տրված է հենց նույն հանրային վերահսկողության համար։ Մենք ունենք գործիքակազմ, պետական մարմինները պարտավոր են առաջնորդվել մեր երկրի բնակիչների շահով, եւ եթե կա այդ հնարավորությունը, այո, պետք է պահանջատեր լինենք եւ հետեւողականություն դրսեւորենք, որպեսզի բնակչության համար ավելի հարմարավետ սոցիալական ու տնտեսական միջավայր ստեղծվի, օրինակ այս դեպքում իրենց հոսանքի սակագնի իջեցման տեսքով։ Մեխանիզմները կհրապարակվեն մեր պաշտոնական էջով, ինչպես միանալ, հա, մեր գրասենյակները մարզային կսկսեն մեկնարկը ստորագրահավաքի, շատ հեշտացված կարգ է, ուղղակի թղթի վրա տվյալներ են մուտքագրվում, այնուհետև մենք համակարգված արդեն կներկայացնենք իրավասու մարմնին։ Հիմա եթե հարցեր ունեք, խնդրեմ։ Այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը նշում էր, որ ավելի բաղ ձեռբերած է հիմնավորումը սակագնի իջեցման վերաբերյալ, թույլ եւ մանիպուլատիվ։ Բացեք Փաշինյանը նշեց, որ քաղաքացիներին հայտարարելու համար հոսանքի գինը չպետք է փոխվի, քանի որ հետո կարող է արդեն խնդիրներ առաջանալ։ Սրա վերաբերյալ ինչ կասեք եւ արդյոք որևէ քաղաքական նպատակադրման համար արժե սակագինը իջեցնել։ Տեսեք, պատասխանեմ ամփոփիչ, նախ սկսենք վերջից նախավերջին հատվածից, օրինակ գործադիր իշխանության ղեկավարությունը, եթե հղում կատարեցի կոնկրետ հայտարարությունների, հա, վարչապետն է հայտարարություն արել ՀՑԿՀ-ն է, դրանք կարծում եմ իրենց բովանդակությամբ ավելի մանիպուլատիվ ու քաղաքական բնույթ ունեն, հա, քան մեր ներկայացված առաջարկը, որովհետև որևէ հստակ հիմնավորում, թե բանաձևերով կամ տնտեսական հաշվարկով, հա, հետո ինչպես կարող է ավելանալ կամ ինչի արդյունքում ինչու է մանիպուլացիան հանդիսանում, չի ներկայացնում, զուտ որակումներ են տրվում։ Այս մեր պարագայում առաջինը քաղաքական նպատակահարմարությունը բացառելու համար նշեմ, որ այս գործընթացը մեկնարկել է դեռևս անգամ Սամվել Կարապետյանի ապօրինի ազատազրկումը։ Իսկ դուք գիտեք, որ մեր ձևով շարժման մեկնարկը հենց տրվել է հակաիրավական ու քաղաքական այդ process-ի արդյունքում, որովհետև իրավական գործընթացը ըստ էության բացակայում էր, այսինքն փաստը արձանագրված է, որ մինչև Սամվել Կարապետյանի ապօրինի ազատազրկումը եղել է մեր երկրում հստակ գործընթացներ, հա, հեծը բնականon աշխատանք է ունեցել ու հենց այդ ավելացված գումարի արդյունքում իրենք նախապես դիմում էին ներկայացվել։ Հիմա հակառակ իրավիճակն է առկա ավելի շատ։ Հստակ մարդիկ, սեփականատերերը առաջարկ են անում այդ գումարը չվատնել եւ օգտագործել ի օգուտ բնակչության, որովհետև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարին 2 անգամ սակագնային պլանը վերանայելու հնարավորություն ունի։ Ու տեսեք, նաև հակասական հայտարարություններ են անում, ինչու ոչ նաև իրենց կողմից, հա, ժամանակավոր պաշտոնակատարը վերջերս հայտարարություն արեց, որ իրենք եւս սկսել են դիտարկել սակագնի իջեցումը, այնուհետև վարչապետը ասեց, որ
դա եթե իջեցնենք, հետո խնդրահարույց կլինի։ Ինչու ոչ նաև օդից կախված, հա, լրահոսում տեղեկատվություններ կա, որ իրենք իրենց հերթին փորձում են Գարնանը նախընտրական շրջանում այս գործընթացը մեկնարկել։ Տարաբնույթ ինֆորմացիաներ կա, բայց մի բանը ակնհայտ է, որ առաջին հերթին դիմաց ձմեռ է, եթե սակագինը հոսանքի իջեցնում է, պետք է ամենանպատակահարմար ժամանակաշրջանը բնակչության համար սա է, որպեսզի այդ դրա արդյունքում քաղաքացիների եկամուտները, քաղաքացիների համար շոշափելի եկամուտներ ու խնայողություններ տեղի ունենան։ Մեկ, երկրորդն էլ լրիվ հակառակ պատկերն է, հա, եթե օբյեկտիվորեն դիտարկում ենք իրավիճակը, քաղաքական նպատակահարմարությունը ու քաղաքական նրբերանգներն ու երանգավորումները գալիս են իշխող ուժի կողմից։ Ես ներողություն եմ խնդրում մի փոքր հավելում պատասխանին։ Տեսեք, մեր կողմից ներկայացրած թվերը, որին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նույնպես դեմ չէ, յուրաքանչյուր քաղաքացի կարող է հաշվել։ Կա սպառում բնակչության կողմից 2 միլիարդ կիլովատ եւ կա 6 միլիարդ դրամ գումար խնայված։ 6 միլիարդը եթե բաժանում ենք մենք երկուսի, 3 դրամ տարբերություն անում։ Մեր պահանջը դա է, որ այդ խնայված գումարի հաշվին բնակչության համար սակագինը իջեցվի։ Իսկ մանիպուլյացիան այս դեպքում մեր ուղղությամբ չի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կարելի է դիմել այդ հարցով, ու իրանք վստահ եմ կունենան հստակ պատասխան։ Տեխնիկական առումով հարագիրը վերջնական տեսքի բերելու որքան ժամանակ է պահանջվել, որքան